Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, 07-11-րդ ամիս 2025 թվականի օրվա քարտը մենք տեսնում ենք, դա կոնֆլիկտի և քաոսն է։ Մենք տեսնում ենք, որ քարտի վրա երևում է կենդանի, որի մարմինը կարծես կարող է կազմված լինի հակասող մասերից, եւ դրանցից որոշները միգուցե ընկնում են։ Սա շատ խորհրդանշական կարելի է ասել քարտ է։ Ես տեսնում եմ, որ օրվա էներգիան վաղը, այսինքն 07-11-րդ ամիս 2025 թվականին կարող է բացվել ներսում և դրսում բախվող էներգիաների օրը, այնինչ այլևս չի համապատասխանում ձեր իրական էությանը և կարող է սկսվել քանդվել ու պոկվել։ Հնարավոր կարող է լինի անսպասելի խոսքեր լսեք կամ արձագանքներ, հին վիրավորանքների հետ դա անցյալի կարող է կապ ունենալ, դուրս գալ ջրի երես, սկզբունքների, բախումների, ուրիշների հետ ներքին ինչ-որ անհանգստություն կամ լարվածություն կարող է լինել։ Այս էներգիան չարիք չի, այլ մաքրում է, հասկանում եք ձևախեղումները։ Իսկ ինչ է իրականում կատարվում, եթե մենք այստեղ ուշադիր դիտում ենք, սա կապ կարող է ունենալ ձեր հին կերպարը, որը այլևս կարող է չաշխատի։ Ամեն մարդ թող իր իրավիճակում նայի, դա կարող է մասնագիտական լինի, դա կարող է ինչ-որ գործողություններ կամ կարմիչսկի լինի, եւ այլն։ Որովհետև այստեղ կարող է ձեր հին կերպարը չաշխատի եւ նա, որը որ դուք պահում եք համբերությամբ կամ լռությամբ, հիմա կարող է փոխվի ձեզանից եւ չստացվի ձեզ մոտ։ Քաոսը այստեղ նաեւ խոսում է ծնունդի մասին, ոչ թե փլուզման։ Անհրաժեշտ է, որ որոշ բաներ զանգվածային հալվեն, որպեսզի ներսից դուրս գան ճշմարիտ եսը ձեր, որպեսզի դուք ձեզ դա կարող է նաեւ կապ ունենալ ձեր խավարի, բացասական կողմի հետ, որպեսզի դուք ընդունեք դա, իրականում ինչպիսին եք դուք։ Որպես խորհուրդ ես խորհուրդ կտայի մի չպայքարեք ընդհանրապես այն բանի դեմ, որը որ արդեն պետք է թողեք հեռանաք, կամ ձեզանից պոկվի, թողի հեռանա, չբացեք կամ չբացատրեք, որպեսզի ինչ-որ մեկը ինչ-որ բան հասկանա, դուք կարող եք դա զգալ։ Այսօր պատասխան մի տվեք հույզերից ձեր, շնչեք հետո խոսեք, մարմինը ձեր պահեք թեթև, խորը շունչ քաշեք, ջուր խմեք եւ այլն։ Այսօր ճիշտ արտահայտումն է 07-11-րդ ամիս 2025 թվականի, որ ասեք, որ թող այդ ամենը ընթանա, ես փոխվում եմ։ Գործնական քայլերը 3 րոպեի հետ կապված կարող եք կանգնել հայելու առաջ, նայեք ձեր աչքերին, ասեք 3 անգամ դանդաղ. ես փոխվում եմ առանց վախի, ես թողնում եմ այն, ինչը ավարտել է իր դերը։ Սա կարող է փակել ձեր քաոսի ալիքի կտրուկ սրընթացությունը եւ բերի ձեզ ներքին հավասարակշռության։ Կարճ ասած, ես կարող եմ ասել, որ այս օրը մաքրում է կեղծ պահվածքները, կոնֆլիկտը չի պատժում, այլ ազատում է քեզ քո հին կաշվից։ Եվ պետք է հիշեք, որ 38 թիվը դա հոգևոր վերելքի թիվն է, եւ այստեղ դուք կարող ես բարձրանալ եւ այսինքն հաջորդ մակարդակ։